Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արմենակ Աբրահամյանին հարցազրույցը Արևմտյան Հայաստանը տելևիզիոն Պոլսահայ միությունը հորընկալալա գրագետ ու հրապարակախոս Հայկո Բաղդադին կարելի չի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրավերների Ռչին Տաթևիկ Հայրապետյան, Արարատ լեռը պատվալա Ձյունե Սպիտակ Շղարշապ, Սկյուտառա Սուրբ Կարապետ եկեղեցուն թաղականության հայտարարությունը, Արմաշահայրը մեր հարևանն էլ թեև երբեք ծանոթացալ չենք, Ասատուր վավերագրական կինոյի ցուցադրությունը Երևանում, Միսակ Մանուշյան, հայերի ցեղասպանությունը վերապրած ֆրանսիական դիմադրության հերոս։ Քաղաքական ու ազգային իրավունքների մասին ուղերձ։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոն տված հարցազրույցում Արմենակ Աբրահամյանը շեշտալավ էր ազգային ու պետական իրավունքների պաշտպանությունը պիտի հիմնված լինի իրավական փաստերի իրավեշտամենակ հուզական մոտեցումների։ Արմենակ Աբրահամյանն ասելավը ինքը պայքարում է զինված փաստերով ու հաղթում է մենակ այն վաղտվեր հարցը տիրվում է իրավական դաշտում։ Կոչ հարալ ներկայացնել 1918-ի մայիսի 28-ի առնչվող որևէ պաշտոնական փաստաթուղթ վերը կփոխի հարցի իրավական ընկալումը ընդգծելով էր նման փաստաթուղթ որևէ արխիվում սկի ճարվալել չի ու պատրաստ է ներողություն խնդրել, եթե վդրուկ ճարվե։ Աբրահամյանը շեշտալավ էր սուր հարցադրումները երբեմն անհրաժեշտ են ազգային դիրքորոշումներն հստակեցնելի հետի, բայց քննարկումները պետք է ծառայեն սահ հայազգի իրավունքների պաշտպանությանը։ Իրան համոզումով բնիկ հայ ժողովրդի իրավունքները պետք է լինեն քննարկման առանցքում, իսկ իրավական հիշողությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենակ փաստերի իրավական մտածողության ու միասնականության միջոցով հնարավոր է պաշտպանել հայազգի իրավունքների ներկայում ու ապագայում։ Լոս Անջելեսի Պոլսահայ միության հրանձինք դասախոսական սրահումը տեղի ունեցավ հանդիպում թուրքահայ գրագետ ու հրապարակախոս Հայկո Բաղդադինի հետ։ Միջոցառման ներկայացել շուրջ 70 հյուր։ Բացման խոսքով հանդես եկալ միության հոգաբարձու ու մշակութային հանձնախմբի փոխ ատենապետ Կարպիս Սարաֆյանը ողջունելով ներկաներին ու ներկայացնելով միջոցառման նպատակը։ Հյուրերը նաև վայելան տիկնած հանձնախմբի պատրաստած հյուրասիրությունը Հայկո Բաղդադը խոսալարյան կյանքի ուղու ազգային երազանքի նպատակների ու տեսլականի մասին անդրադառնալով Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակին հայ համայնքի ներկայիս խնդիրներին ու իրան լրագրողական փորձառությանը։ Շեշտալավեր սոր Թուրքիայում կիրառվող ճնշումների մեխանիզմները հիշեցնում են անցյալի ողբերգական իրադարձությունները։ Բաղդադը ծնվել է Կոստանդնուպոլսում, կրթություն ստացալ հայկական կրթօջախներում, զբաղվել է լրագրությամբ, գործարել տարբեր լրատվամիջոցներում ու համահիմնադրել է ազատ խոսքի պաշտպանության նվիրված նախաձեռնությունները։ Ինքը ներկայումս ապրում է Թուրքիայից դուրս քաղաքական ճնշումների դերդը։ Երեկոյի ավարտի միության ղեկավար մարմինների ներկայացուցիչները Հայկո Բաղդադին հանձնանան գնահատագիր, իսկ հեղինակը մակագրալարյան գիրքերը ներկաներին։ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում գնդապետի կոչում շնորհելու նշելով էր սկզբում սպասալա պաշտոնական հաստատման վրա արդեն արկա ադրբեջանական մամուլում։ Իրան նսելավը նորություն չի վեր Սաֆարովը տարիներ շարունակ պետության կողմից հովանավորվել ու ներկայացվել որպես հերոս։ Փորձագետը շեշտում էր, այս քայլով ադրբեջանական իշխանություններն պետք ու ուղիղ ուղերձ են հողում հայ ժողովրդին, հայատյացությունը, պետական քաղաքականությունը, Ալիևի ղեկավարությունով Հայաստանը դիտարկվում է որպես պատմական վաղ ու այդ նպատակով Բաքուն շարունակում է զինվել։ Խաղաղության մասին խոսքերը իրան գնահատում ու ուղեկցվում են բացահայտ թշնամական գործողությունները։ Եզրափակելով Հայրապետյանը նշմավեր նման կանխատեսելի ու ագրեսիվ հակառակորդի պայմաններում անպատրաստ մնալը հանցավոր վերաբերմունք հասարակական պետության ու քաղաքացիների նկատմամբ։ Հայ հասարակությունը պիտի հստակ գիտակցի վտանգը ու կառուցի ուժեղ պետություն, որտեղ հայի նկատմամբ բռնություն երբեք անպատիժ չի մնա։ Մխլյա ջունկյալի դերդը Արարատ լեռը նորից ներկայացալա յուրան սաղվեհությունով ծածկվելով Ձյունե Սպիտակ Շղարշապ մծուկուճ իր Արարատնեն Ձյանը Մուշուշի համադրությունով ստեղծալն տպավորիչ ու հիասքանչ տեսարանն է։ 5137 մետր պիցրիոթ ունեցող Արարատ լեռը որպես տարածաշրջանի ամենապետ ջուրգագաթը ձմեռային այսօրերին առանձնապես գրավիչատրալ բնության սիրահարներին հետի։ Ձյունածածկ լանջերը վեր միախառնվում են մշուշապատ ամպերին անմոռանալի պատկերներ են ձևավորում։ Տեղաբնիկներն նշում են վեր Արարատը լյուբո եղանակ է ունի յուրան յուրահատուկ գեղեցկությունը։ Ձմեռն սպիտակ ու խորթավոր կյարունքը կենթանի ու գունեղ։ Բնության սիրահարն կոչնանում քինյալ այս գրեթե չբացահայտված տարածքները պահպանվալա յուրան բնական անմիջականության ու վեհության պատճառով։ Սկյուտարի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղականությունը հայտնելով էր Նուհ Գույուսու պողոտայում գտնվող երկար տարիներ ապօրինաբար գրաված ու չշահագործվող հողամասը վաճառվել վաքֆների գլխավոր տնօրինությանը։ Թաղականության պարզաբանումով հողամասը գտնվել է համասեփականության պայմաններում, իսկ հնարավոր դատական գործընթացը կարի հանգեցնի համայնքի հետի ֆինանսական վնասների։ Վաճառքից ստացված գումարը օգտագործվելու է եկեղեցու թաղականությանը պատկանող թայզյա եկամտաբեր կալվածք ձեռք բերելու նպատակով։
Թորք գիրող Օմեր Աքնի Բերվի վեպը Թոզբիտ դաղը պատմում է Արմաշի ներկայիս Աքմեշե հայերի կյանքի 1914-15 թվականներին տեղ ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Վեպը հիմնված է հեղինակի երկար տարիների ուսումնասիրությունների իրան ու անդրադառնում է արմաշահայության պատմությանը, մշակույթի ու հարկադիր տեղահանությանը։ Օմեր Աքնը նշում է հայերը իրելենես տարածքների իրական բնակիչները, որոնց կյանքի հետքերը մինչ օրս պահպանվում են ավիրված տների, ալրաղացի ու տպարանի միջոցով։ Վեպը թեև գեղարվեստական է, իր մեջ կրմա պատմական ճշմարտություն ու կոչանում առ երեսվել անցյալին առանց ժխտման ու խտրականության։ Դեկտեմբերի 17-ին ժամը 5-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում ինյականա ռեժիսոր Մեհմեդ Էմին Յիլդզի ասատոր վավերագրական կինոյի ցուցադրությունը։ Միջոցառմանը մասնակցելու նաև ֆիլմի պրոդյուսերները Օրսոլա Կասագրանդեն վեր ներկայացնական ֆիլմի ստեղծման պատմությունը։ Կինոն նկարահանվել Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում ու պատմում է հայկական ինքնություն վերագտած Խարբերցի հայի ճակատագրի մասին, անդրադառնալով հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետևանքներին ու իսլամացած հայերի ինքնության որոնման գործընթացին։ Մուտքը ազատ է, հրավիրում ենք սաղ Ամսաթիվը դեկտեմբերի 17 ժամը 5-ին, հասցե Գյուլբենկյան 38 5-րդ հարկ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն։ Միսակ Մանուշյանը ֆրանսիական դիմադրության ամենահայտնի հերոսներն է ու հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը վերապրած հայ մտավորակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքը ղեկավարել է Փարիզում գործող ամենաարդյունավետ ընդհատակյա խմբերից մեկը, հարվածներ հսցնելով նացիստական օկուպանտներին։ Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Ադիաման գյուղում, 1894-ից 1923 թվականներին հայերի ցեղասպանության ընթացքում ինքը կորցրել է ծնողներին ու որբացել է։ Աղբորն հետ նախ հայտնվել է Սիրիա, հետո 5 տարի ապրել Լիբանանը հայկական որբանոցում։ 1925 թվականին Մանուշյանը տեղափոխվել է Ֆրանսիա, բնակությունը հաստատել Մարսելում, հետո Փարիզում։ Իր անկնգանը Մելինե Մանուշյանի հետ ինքը միացել է հակաֆաշիստական պայքարին, տրնել է ֆրանսիական դիմադրության խորհրդանշական դեմքերամինը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։